Բարի երեկո հեռուստադիտողներ եւ ռադիո լսողներ։ Եթերում Փարոս հեռուստացագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Վարսամյանն եմ։ Հարգելիներս, այսօրվա Փարոսի հյուրն է Գլենդել քաղաքի Հայդատի հանձնախմբի նախագահ Արթին Մանուկյանը։ Բարի օր ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Երկար տարիներ եթերում ձեզ չենք տեսել։ Գիտեմ, որ բուրըն գործունեություն եք ծավալում քաղաքական ասպարեզում, հատկապես հայությանը հուզող խնդիրների շուրջ, բայց եւ այնպես եթերում չկաք։ Ինչն է պատճառը։ Ճիշտ ասած, եթերում չենք եղել, բայց ասածի միշտ եղել ենք կուլիսների ետևից, անշուշտ որոշ անձնական պատճառներ կային, բայց հիմա ամեն ինչ նորմալ է եւ արդեն իր ամեն ինչ իր նորմալ հունի մեջ է։ Շնորհակալություն հրավերք ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարիչներս։ Շնորհակալություն։ Մոտենում է 100-ամյակը հայոց ցեղասպանության եւ Հայդատի հանձնախմբերը աշխարհի բոլոր ծայրամասերում լուրջ մարտահրավերների առջև են կանգնած եւ բավականին լուրջ ծրագրեր ունեն իրականացնելու։ Ըստ ձեզ, ինչպիսի աշխատանքներով պետք է հատկապես զբաղվի Գլենդել քաղաքում։ Ինչպիսի աշխատանքներով եք զբաղվում։ Բոլորս գիտենք, որ Գլենդել քաղաքը հանդիսանում է Միացյալ Նահանգների ամենախտացված քաղաքներից մեկը եւ ձեր ուրեմն հանձնախմբի աշխատակիցների, աշխատողների, ընկերների, համագերների շնորհիվ բավականին լուրջ հաջողություններ է առնագրվել եւ բոլոր համայնքը, այսպես ասած, մեծարում եւ սիրում է ձեզ։ Շնորհակալություն նախ Բալաբեկ այս հրավերի համար։ Ինչպես նշեցիր, այս տարի ուրեմն մեր ցեղասպանության ողջագործման 100-ամյակն է։ Ես իբրև հայ անհատ ապրող այս ափերում 100-ամյակը հետեւյալ ցևով կդփնորոշեմ։ Ինձ համար այս առիթ է ոչ թե մենակ ողջագործելու մեր նահատակները, այլ նաև ինձ համար առիթ է վերանորոգելու ես իմ ուխտս իբրև հայ մարդ, ուր որավոր լինեմ այս բարակային այս ափերում, Գլենդելում կամ Ամերիկայում, եւ նաև ինչու՞ չէ ես ինձի այդ ուխտը վերանորոգելով խոստում տամ ես ինձի, որ ես պետք է իմ ջքերս, չանքերս կրկնապատկեմ, երապատկեմ, որովհետեւ ես կրնամ լիուրավ մասնակից դառնամ բոլոր բնակավարներում իբրև անհատ, իբրև հայ մարդ եւ ինչու՞ չէ նաեւ իբրև ամերիկահայ։ Այս ասելով նաեւ իմ ինքնությունս ավելի դրսևորեմ եւ ինչու՞ չէ նաեւ իմ ժողովրդիս համբավը, իմ ժողովրդիս հեղինակություն եւ վարկը ավելի ուժեղացնեմ կամ այսպեսով բարձրացնեմ։ Ես այսպես եմ տեսնում ինձ 100-ամյակը, անշուշտ ինչպես մամուլից կիմանանք 100-ամյակը բոլոր համարյա երկրներում ողջագործման դարբեր ցերնակներ լինելու են։ Ինչ կվերապերի Գլենդելի մեջ մենք նախ ասեմ, որ մեր քաղաքը արևմտյան շրջանը ունի իր 100-ամյա բանը, ցեղասպանության ողջագործման 100-ամյակի հանձնախումբը, որ փակացած են դարբեր գազམ་ագերբությունները եւ մեր բոլոր հարանվանությունները, անշուշտ նաեւ Գլենդելի մեջ պիտի կատարվի նախ ապրիլի 26-ին, ինչպես Սիթի հովանավորման դակ եղած ապրիլի 24-ի ողջագործումը Alex Theatre-ում, այս անգամ ավելի յուրահատուկ բնույթ պիտի ունենա, թե իր ծրագրով, թե իր բովանդակությամբ, անշուշտ նաև Գլենդելի Հայդատի հանձնախումբը իբրև քաղաքական նաև գազམ་ագերբություն, մենք որոշ ծրագրավորումներու արդեն բանի մեջ ենք, հունավորման մեջ ենք եւ արդեն մենք դարբեր թե Glendale Unified School District-ի, թե քաղաքապետարանի եւ թե Glendale Community College-ի պատկան մարմինների հետ հանդիպած ենք, ծրագրավորումը արդեն գրեթե իր վերջնական փուլին հասած է, որում մենք մոդ ադենը մենք պիտի դեղեկացնենք մեր ժողովրդին։ Մենք պատկերացնում ենք, որ այդպես ընդհանուր գեդերով, որ ովևէ քաղաքացի հայ կամ ոչ հայ, որ ապրում է Գլենդելում եւ նաեւ ինչու՞ չէ ովևէ քաղաքացի, որ այցելում է Գլենդել քաղաքը, ապրիլ ամիսը պիտի տեսնա եւ զգա եւ լսե ցեղասպանության մասին։ Իդեպ նաեւ ասեմ, որ այս տարի մենք հadoop ծրագիրը, որ We Thank You America, որ մեր արևմտյան Ամերիկայի Հայդատի շրջանային մարմինը ուրեմն բան եղած է, գիտեք, որ Nearest Relief Foundation-ը այդ գազམ་ագերբությունն է, որ ցեղասպանության ժամանակ կամ Woodrow Wilson-ի եւ քոլեջի պրեզիդենտի ժամանակ գրցան ստեղծել այդ գազམ་ագերբությունը, որ այդ ադեն մոտավորապես 130-140 միլիոն դոլար հավաքեցին 30 տարվա ընթացքին, հիմա ճիշտ ժամանակը չեմ գիտեր, բայց այդի պատճառ եղավ, որ հազարավոր որբեր
ուրեմն գրցան ազատել եւ նաեւ բանան եւ ասի արի թե որ նաեւ մենք շնորհակալություն հայտնել մեր ամերիկացիներուն, մեր ամերիկացի եղբայրներուն եւ քույրերուն եւ միևնույն ադեն հիշեցնել որ մենք իբրև համայնք միբրև հայեր ինչ ներդրում ունեցած ենք կոնկրետ այս բարակային Գլենդելի մեջ այսօր մենք չենք զգար որ ինչապ տնտեսությամբ մենք կօգնենք Գլենդելին մեր հայկական բիզնեսներով, գործադերերով, մեր մասնակցությամբ որոշ բաներ կան, այսինքն ստատիստիկը եթե նայենք, մենակ 40% լինելով չէ, մենք նաև կատ 40 բերում ենք մեր լուման, բերում ենք մեր քրդինքը, բերում ենք մեր ուղեղը եւ նաև նպաստում ենք քաղաքի բարգավաճման։ Ադալ ինչ որ նաև ներդրում է, պետք է հիշեցնենք, դարձեմ, նաև որ մենք այստեղ ենք եւ այս առաքելության նաև մենք դեր կգանքնենք։ Արդեն անցած շրջանում 2 հաղորդում առաջ մեր հյուրն էր Հայ-Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան շրջանի կենտրոնական կոմիտեի հերթապահ պարոն Վիգեն Հովսեփյանը։ Նա ասաց, որ Գլենդելում ծրագրավորվում է մի մեծ պրոյեկտ, որը պետք է լինի թանգարան կամ նմանատիպ մի շինություն։ Արդյոք դա ինչ փուլի մեջ է։ Եվ դա Այո, դա նախնական բուլի մեջ է, իբադիվ մեր համայնքի բոլոր, ասենք, գազམ་ագերբություններուն եկեղեցիներուն միացյալ աշխատանք է դարվում եւ արդեն մենք ցերկ բերած ենք հողաշերտը կամ որոշ պայմանավորվածություն կա քաղաքապետարանի ցերկ բերելու այդ բանը մեզ արդեն բան եղած է identify եղած է արդեն Vertigo-ի դարածքը արդեն նշված է հստակ է ուր բիդելա Vertigo-ի եւ Mountain-ի խաչմերուկի գանկարը որ Civic Auditorium-ի գանկարն է ճիշտ եկեղեցի դիմաց ուրեմն հայ կաթողիկ եկեղեցու ճիշտ դիմաց ուրեմն արդեն նախնական բուլերն են որ ծրագրավորման մեջ են գիտեմ որ ինչ որ ես գիտեմ որ արդեն իրենք consulting մեկ ընկերությունը վարձած են որովհետեւ նաև սկսին ընդհանուր բանը մակետը ծրագիրը ծրագրավորումը ջարդարաբեդական այդ բոլոր պլանները մեջտեղ բերել իդեպս եմ որ բավական լուրջ աշխատանք է եւ հետեւողական ձևով այդ աշխատանքը կդարվի եւ ադիգա մեծ բադիվ է մեզ համար նախ եւ նաեւ ինչու՞ չէ Գլենդելի համար որովհետեւ Գլենդելի մեջ պիտի ունենաս այդպես մեկ դուն թանկարան կամ այդպես մեկ կարոտ աժմիական իր բոլոր հարմարություններով որ ոչ թե պիտի ծառայե մեր ցեղասպանության քարոզչական աշխատանքին այլ նաև արիդ պիտի դա որ գրթական դասերակցական բնույթի իմաստաբան դասերակցական բան պիտի ստանա այսինքն նաև պիտի դասերակե պիտի գրթե հայրավոր նաև այցելուներ, ինչու՞ չէ աշակերտներ եւ այլն։ Սոհուսան դա համայնքային սեփականությունը պետք է լինի, թե քաղաքի սեփականությունը։ Այդ բաները հիմա դերյակ չեմ այդ բոլոր բաներին, գիտեմ որ հողի հետ կապված արդեն քաղաքի հետ պայմանավորվածություն կա, բայց գիտեմ որ մենք մեր ուժերով ենք որ այդ բանը պիտի կառուցենք եւ լուրջ աշխատանք է, անշուշտ մանրամասնություն դեռ հիմա սկզբնականն է, վստահ եմ որ համապատասխան մարմինը երբ որ արդեն ժամանակը կա գահայդարարե կամ ինքնին գոչուղե այդ իմաստով ես վստահ եմ որ դեստելով աշխատանքը որ բոլորս մասնակից ենք ես կգարձեմ թե իր ավարտին կհասնի Գլենդելի հայդատի հանձնախումբը արդեն երկար տարիներ ինչ համատեղում է կամ այսպես ասած կազմակերպում է Գլենդելի քաղաքային եւ ընդհանրապես նահանգային ընտրությունները Գլենդել քաղաքացիների հետ կապված եւ վերջերս ունեցանք բավականին լուրջ հաջողություն այն տեխնացուները որոնք որ հայդատի ցանկով էին անցնում բոլորն ընտրվեցին դեմոկրատների նկատի ունեմ խնդրեմ մի փոքր այսպես ասած գնահատական կամ վերհիշենք փորձենք ինչ տեղի ունեցավ Ընդհանրապես ամեն 2 տարի անգամ Գլենդելի մեջ լինում է ընտրություններ թե քաղաքապետարանի հետ կապված թե միացյալ բան գրթական մարմնի Glendale Unified School-ի եւ նաեւ Glendale College-ի հոգապարծության մարմնի հետ կապված բայց այս տարի նաեւ ընտրությունները ապրիլին են առաջին 3 շաբթին ունենք 2 աթոռ ուրեմն 2 աթոռ որ պիտի բացվի Glendale Unified School-ը նորեն 2 եւ Glendale Community College-ը 2 բայց նաեւ այստեղ պետք է մենք ընդհանուր զուտ լոգ չինայինք այս ընտրություններուն իբրև քաղաքը նաեւ քիչ մնալ հերանեկարը մեծ նկարը նայենք կամ ավելի համաընդլայնված ձևով նայենք եւ
2016-ի դեղի ունենալիք նաև թե Assembly եւ թե Senate բաները ընտրությունները շատ կարևոր է մեզ համար, դոնք նաև անշուշտ մանրամասնորեն կխոսենք, արդեն տեխնազուները հայտնի են վերիվարով այդ բաներուն եւ այդ դեմոկրատներու հարցը նաև առաջին քայլներ, առաջին նվաճումներ թեպի այդ աշխատանքին առաջին անգամ լալով է որ 14 տեխնազուները չախչախիչ ուրեմն դարբերությամբ ընդրվում են եւ նաեւ ինչու՞ չէ այս բարակային նաեւ 14-ից մեկը բարոն Բերջ Ղարաբեդյան ինքը ընդրվավ նաեւ դեմոկրատ Կալիֆոռնիա դեմոկրատ կուսակցության կորզատիր մարմնի մեջ նաեւ ադալ մեկ ցերկվերում էր այս բոլորը անշուշտ մեկ օրվա հարց չէ բալավեկ դկնաժան հետևողական աշխատանքի գարոդ է եւ այստեղ համեստությունը չեմ ուզել վիրավորել, բայց Գլենդե բանը հայտարարի հանձնախումբը իր առույցի բաժինը ունի այս բոլորին մեջը, ինչ շնորհիվ մեր ժողովրդին նաև աջակցության, մեր համագիրներու աջակցությամբ, որտեղ մեզի համար շատ կարևոր է, որ մենք իմանանք ինչու կվենք ուտանք, իմանանք, որ ինչու համար կարևոր է այդ կվենտանք, եւ նաև ասի արիտ է, որ նաև մեր ժողովրդին գոչում ենք, որպես այս ընտրությունները ավելի մոդեն հետևին, թե տեխնազուներուն անցյալին, թե տեխնազուներուն աբակա անելիքներուն խոստումներուն մասին եւ այդպեսով գոհնորոշվեն։ Շատ բարի։ Հարգելիներս ասենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք այս նոտայից, որովհետեւ այդ տեխնազունները նրանց մեջ կային նոր դեմքեր, որոնց որ դուք բարբերաբար ունկնդրել եք հեռուստատեսությունից կամ կարդացել եք պատկերները կամ տեսել եք թերթերից եւ արդեն այս երիտասարդությունը այսօր լուրջ քայլեր են ձեռնարկում։ Մնացեք մեզ հետ։ Հարգելիներս շարունակում եմ զրույցս Գլենդելի Հայդատի հանձնախմբի ատենապետ կամ նախագահ Արթին Մանուկյանի հետ։ Արթին վերադառնանք ներդրեցին։ Այս ընտրությունները ինչքանով էր կարևոր մեր համայնքի վաղվա զարգացումների համար եւ ինչպես նշեցինք այս ցանկի մեջ կային երիտասարդություններ կարելի ասել որ սրանք մեր վաղվա ապագայի այսպես ասած ինեգրադու ունիկ դեմոկրատներու այդ բանը ինչքանով է կարևոր իսկապես այսինքն կարևորությունը այդ է որ ուրեմն ասեմ որ այս ընտրությունները որ եղան դեմոկրատ ուրեմն ասեմ որ դեմոկրատ կուսակցությունը ինքը 2 տարին անգամ Կալիֆոռնիա ուրեմն Սակրամենտո մեջ համակումար է գազմագերբում ուրեմն այդ համակումարին ուրեմն պատգամավորները պետք է մասնակցին պատգամավորները ըստ ընտրաշրջանի է այսինքն 40-րդ ընտրաշրջանը որ մեր շրջանն է որում մեջ ընդգրկվում է Գլենդելը Բրբանկը Լա Կրեսենտան Լա Կանիադան Էդվոթերը Հոլիվուդի մեկ մասը օրինակ եւ այլն այդ բոլորը ընտրաշրջանից 14 պատգամավոր պիտի ընդրվի այդ 14-ին մեջը գային 6 հայ եւ actually 7 հայ 7 հայ եւ 5 ոչ հայ, բայց միասնական ցանկն էր, որ դեղի ունեցավ եւ նաեւ այդ ցանկի մեջ կային երիտասարդներ։ Դիմողները շատ էին։ Դիմողները գային, բավական, այսինքն նաեւ դարբեր տեխնազուները գային, մոտավորապես կրնամ ասել 40 տեխնազոյի չափ 40 տեխնազու գային, որ գուզեին պատգամավոր ընդրվել այդ իմաստով եւ նաեւ հարյուրավոր մարդիկ եկան ընտրության մասնակցելու Glendale Community College-ի մեջ տեղ ունեցավ ժամը 1:03 հարյուրավոր մարդիկ շարքը սպասեցին եւ իբադիվ մեր ժողովրդին, մեր հայրենագիցներուն, որոնք մեր գոչին անցալով եկան եւ այդ օր իրենց կվենդվին Այսինքն ուզեմ շեշտել, որովհետև ամեն մարդ, գիտես, 1 ժամ գիրագի օրով դրամատրելով, թեև իրեն հավանաբար ընտանիք են կամ իր անձնական ժամեն զոհեց, բայց այդ զոհողությունը իրեն դեղը հասավ, իրեն արդյունքը տվավ եւ կարեւոր էր, ասի շատ կարեւոր էր, որովհետեւ այդ 14 պատգամավորները կրնան մարտին, որ դեղի պիտի ունենա համակումարը, պիտի երթան եւ նաեւ պիտի մասնակցին նախ դեմոկրատ կուսակցության համակումարին, որոնք նաև պիտի ճիշտ է առաջնահերթությունները քալիք 2 տարվա
Կալիֆոռնիա մեջ եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ յուրաքանչյուր ընտրաշրջանի համար որոշումներ կատարել եւ մենք այդ իմաստով լուրջ ներդրումներ պետք է ունենանք անշուշտ ասելով նաեւ երթալով մենակ զուտ երթալ չէ լուրջ պատասխանատվություն է նաեւ այսիկա եւ մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը մեր ուսերուն վրա վերցնելու մեր ժողովրդի աջակցությամբ երդասարտներ շատ կային այդ բանի մեջը եւ նաեւ խրախուսենք որ անպայման ովևէ երդասարտ որ գփապակի հայտարարի աշխատանքներուն մասնագիծ լալ կամ նաեւ մտածած է որ իր ասպարեզը գուզե հանրային կյանքի մեջ լինի թողտի մեր գրասենյակը մենք շատ սիրով այդ բանը իրեն համար կդյուրացնենք սեվում կամ ճանապարհը դնենք որտեղ մեր գրասենյակեն գոնե Գլենդելի բարակային internship program ունենք որ նաև այդ կումանով կարելի է ցերկ բերել դարբեր բաշտոններ դարբեր նաև գաբեր այս շաբաթ գիտեր ուրիշ եթե գրծա ճիշտ բացատրել իհարկե իդեպ հիշեցնեմ որ սիրելի ռուսատոներ Գլենդելի հայդատի գրասենյակը գտնվում է Գլենդելում ցենտրալի կողքի ուրեմն եկեղեցու կողքի այդ գեղեցիկ շենքում որը կրում է ուրեմն Գրիգորիև Մարիամ Կարամանուկյանների անունը երրորդ երիտասարդական կենտրոն երրորդ հարկում է գտնվում ովքեր որ ցանկություն ունեն եթե ցանկանում եք ձեր երեխաները ուղղակի ապագայում դառնան մեծ մարդիկ կամ պաշտոնյաներ կամ մեծ ծառայություններ փորձեն մատուցել մեր համայնքին կարող եք այնտեղ դիմել եւ ձեր երեխաների առաջին քայլը այնտեղից կարելի է սկսել եւ մեծ հնարավորություններ կտա արդեն պատտվում է խոսակցություններ կամ արդեն դա հստակ օրենք է չգիտեմ որ դպրոցների այս զիպկոդերի հետ կապված սահմանները պետք է բաժանվեն Խնդրի որպես լուսաբանեք թե ինչ է տեղի այո districting սված այդ կոնցեպտն կամ գաղափարն է օգնել կամ վնասել ապագայում մեր համայնքի հասարակական կամ քաղաքական կյանքին ուրեմն ասեմ որ այս districting-ի որ ուրեմն գմիդի այս օրինակիցը գմիդի որ ներգայիս մեր ընդրությունը բան է ընդհանուր է ընդրությունը այսինքն քվեարկողը կրնա ընդրել ովևէ տեխնազու կամ ովևէ ասենք քաղաքապետարան խորհրդի անդամ եթե այս բաժանումները լան աշխարհագրական որտեղ ընդհանրապես իրենք եթե այս բարակային եթե 200,000 բան կա բնակիչ կա ըստ հավասար բնակչության թիվին կբաժնեն կամ 5 դիստրիկտի կամ 7 դիստրիկտի օրինակ Փասադինան արդեն բաժնված է հիմա բայց ասի անցյալ տարի քաղաքապետարանը թե Glendale Unified School District-ը հոգապարզու բոլոր կառավարական մարմինները եւ բոլոր քաղաքները կնամ համարյա ասել նամակները ստացան իրավապահական գրասենյակին որ ուզեր թաթ հայցել եթե դուք districting-ի չի վերածեք եւ այս districting-ի բանը է որ ըստ իրենց California Voting Rights Act-ի violation այսինքն California քվեարկելու ինչ որ դերմը օրենքի խախտում եղած է այդ օրենքի խախտումը գվերապերի փոքրամասնություններու ասենք անարդար վերապերմունքին կամ ասենք ցեվում ինչպես ասեմ բանանելու ճնշելու չսեմ բայց այսինքն արկեր հանդիսանալու որ իրենք լիիրավ իրենց ցայնը լսելի չի դարձնեն եւ ցայնը լսելի դարձնեն եւ իրենց ներկայացուցիչների Գլենդելի բարակային այդպես ովևէ նախատեպ չի եղած մեր համայնքը պակասած է կամ մեր քաղաքը պակաս դարբեր ասկեր է իբր գսենք որ մենք փոքրամասնություն չենք համարվիր դժբախտաբար տաշնակցային կառավարական կողմը մենք ջերմակ սպիտակ կատեգորիի դակ ենք ընկնում իսպանախոսերը ասիական ուրեմն ցեղի պատկանող բոլորը ադոնք ամենը փոքրամասնություններ են այս բարակային ավելի շեշտ դրված է իսպանախոսների համար մեր բարակային այդ բանը խնդրեմը չենք ունեցած անցյալին միշտ ունեցել ենք իսպանախոս կամ իսպանական զակումով քաղաքապետարան խորհրդի անդամ Glendale Unified School District-ի վրա Glendale Community College-ի վրա եւ այդպես ովևէ խախտում չի եղած անուամենային որտեղ այս թադը գրնա միլիոններու բաներն այն ստիված են պատկան մարմինները ուրեմն այս հարցը արձարծել եւ հանձնել մեր ժողովրդի կամ քվեարկողի թադին այս բարակային Glendale քաղաքապետարանի եւ Glendale Unified School District-ի բարակային նաեւ բալետի վրա այսինքն քվեատղտիկի վրա այս ապրիլին պիտի լինի հարցումը որ գսե արդյոք կընդունիկ
որ Glendale-ը ընդհանուր ընդրական համագարկեն անցնի districting-ի, այսինքն բաժնը, երբ որ գսենք districting-ը, այսինքն քվեարկողը, երբ որ ասենք այդ ընդրադարածքը կամ դարածքը ճշտվի, այդ տարածքի քվեարկողները մենակ պիտի ընտրեն իրենց ներկայացուցիչը, որ այդ տարածքեն միտելա։ Անշուշտ դեռ ուսումնասիրելու վրա ենք այս բոլորը, կան նայած քարտեզները ինչպես պիտի սահմանները ինչպես պիտի գծվին, նայած առավելությունները, թերությունները ինչ են, այնուամենայնիվ շատ բարձ բանով այո կամ ոչ արիտ պիտի դրվի, որ քվեարկողը կողմնորոշվի եւ քվեարկե։ Եթե անցավ, ատկե վերջը պիտի գործընթացը շարունակվի, որ ավելի սահմանումները ինչպես պիտի լան, ավելի մանրամասն բանն։ Իդեպ ասեմ, որ նաեւ մի հատ ուրիշ գործընթաց մնա դեղի ունենա Glendale Community College-ի բարակային, որտեղ Glendale Community College-ը սահմանադրության իմաստով ինչ որ բարական է, բանի բարակային city, բայց Glendale Community College-ի բարակային սահմանադրություն ունի, ինքը հաշվետու է governing board, college-ներու governing board-ին, ընդհանուր համագարկող այսպես ասած մարմնին, որ բոլոր քոլեջները գամարկել Կալիֆոռնիա եւ Իրաքը Սակրամենտո են։ So իրենք արդեն այս կորզնացը սկսած են, ուշի-ուշով գեհետևինք մենք արկորեն մեր մասնակցությունն պիտի բերենք հաջորդ շաբաթներուն այդ իմաստով, բայց կարելի է երկու կորզընթաց կլա, կարող է այստեղ անցնի կորզատրվի, կարող է այստեղ չի կորզատրվի, բայց անուամենայնիվ ընդհանուր ասա լուրջ մեկ նորություն մնե, որ մենք պետք է ավելի մանրամասնորեն քննարկենք թե մեր եւ ժողովրդին հետ եւ մենք արիտ պիտի տանք որ մեր ժողովուրդն իրենց ներդրում ունենան, իրենց կարծիք ունենան այս իմաստով։ Արդեն գիտեմ, որ այս գործընթացը դեռ ուսումնասիրված չէ, բայց նմանատիպ գործընթացների շուրջ արդյոք ոչ միայն հայդատի կամ հայդատի համակիր զանգվածները, այլ զանգվածները նույնպես, որոնք որ հայեր են փաստորեն, գալիս են մի ընդհանուր հայտարարի կամ այսինքն այս թեմայի շուրջ եկեք միասին մտորենք, որ սա մեր ազգային շահերին ինչքանով համայնքային հայ համայնքի վերջերս շատ զգալի է այդ համագործակցությունը բոլորի կողմէ, ինչպես ասենք հայրամյակն ալգա բոլորս մասնագից ենք այդ իմաստով, բայց նաև յուրաքանչյուրս ունենք իր ինքնուրույն կորձելավոճը, իր ինքնուրույն մտածելու ձևը, հայտարարի հանձնախումբը միշտ այսինքն կորզընթացը թափանցիկ եղած է ժողովրդին միշտ թե հաշվետվությունը տված է, թե նաև մասնագից եղած է բոլոր բնակավարներուն, անշուշտ երբ որ կարիքը եղած է թիմած ենք նաև կամ խորհրդակցած ենք բոլորի հետ եւ այստեղ նաև կարեւոր է որ բոլորս մասնագից լինենք, բոլորս աչալուրջ լինենք, բոլորս հետաքրքրված լինենք, այսինքն չի մզանք որ այո հիմա հայտարարը գա, ինքը ամեն ինչ կանի մեզ համար մենք հանգիստ նստենք, այդալ կգարձեմ ճիշտ չի, եւ ամեն ընդրություն իր յուրահատուկ իր կարևորություն, յուրահատուկ կարևորություն ունի, այսինքն եթե 2 տարի առաջ եթե մեծ ցերպերումներ բերինք, այդ չի նշանակեր որ մենք պետք է այսօր հանգիստ լինենք, ընդհանրակը գսեմ ձեզ այս ընդրությունները մենակ այս ընդրություններում մի նայեք, այս ընդրություններն վերջ նայեցեք 2013 եթե դու քո ներկայացուցիչը դնդրես 12 տարի այդ ներկայացուցիչը կմնա քո ներկայացուցիչը բավական բաներ կան հերանեկարը այսինքն այս իմաստով հայրամյակին մեր բոլոր ցերնակներուն մասնակցենք ասի արիթե որ մենք մեզի իդ վերանորոգենք մենք մեր ինքնությունը ավելի դրսևորենք այսօր մենք մաս կգազմենք Glendale-ին ես միշտ ասած եմ իրավունքներ ունենք բայց նաև բարդականություններ ունենք բարդականություններում մեջ նաև գինա որ մենք մասնակցենք տարբեր մարմիններու մեջ տարբեր ինչ գիտնամ եթե հարային դպրոցա գնում երեխաս PTA-ի մեջ մասնակցենք եթե օրինակ կառավարական կամ քաղաքի հետ կապված բան որ դուքա ինչու՞ չհանձնախմբերու մեջ մասնակցենք արիտ այսինքն դանք չփվելու մենք մեր ինքնությունը դրսևորելու վերջը քաղաքը միշտ ասած եմ դու ինչ մասշտաբով ինչ մագարտակով դմասնակցից քաղաքը այդ մագարտակով քեզ կլինի եթե դու 100% մասնակցից այդ քաղաքի դերը կլինես 100% ես այդպես եմ տեսնում ես նույնպես ձեր թույլատվությամբ անցնենք կարդաթարից իրենց հետողներ հիշեցնեմ որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ կխնդրեմ մեր ռեժիսորին որպեսզի միացնի էկրանի պաստառի վրա արդեն երևում է հեռախոսա համարը եւ մեր վերջին բաժնում դուք հնարավորություն ունեք անմիջապես կապնվելով մեզ հետ հղելու ձեր կողմից ուրեմն
հնչեցնելու հարցերը կամ այն հարցերի պատասխանները, որոնք որ կուզենայիք լսել Գլենդելի հայ դատի հանձնախմբի առաջի դեմքից, խնդրեմ, համեցեք գովաստ եթերում։ Հարգելիներ, շարունակում եմ զրուցս Գլենդելի հայ դատի հանձնախմբի նախագահ Արթին Մանուկյանի հետ։ Դուք ունեք հնարավորություն կապնվելու մեզ, հնչեցնելու ձեզ ուզած հարցերը։ Մենք աշխատում ենք ուղիղ եթերում։ Արթին, վերադառնանք մեր զրույցին։ Շատ կարևոր է բոլորիս համար Գլենդելի քաղաքական դաշտում արձանագրված հաղթանակները։ Գիտենք, որ Գլենդելի հայությունը կամ Գլենդել քաղաքի յուրաքանչյուր քաղաքական քայլ դա մեծ ակնոցի տակ է նահանգային իշխանությունների կողմից կամ ընդհանրապես Ամերիկայում գործող քաղաքական ընտանիքների կողմից։ Մեր հասարակությունը ինչքանով է իր մասնակցությունը ունենում այս քաղաքական process-ներին։ Տեսնում ենք, որ Գլենդելի հայ դատի հանձնախումբը իր հարակից կառույցների հետ քայլեր է առնում դեպի առաջ եւ սա նշանակում է, որ ինչպես նշեցիք, մեծ պատասխանատվություն է վերցնում եւ գիտենք, որ հայ դատի հանձնախմբի անդամները վճարովի աշխատանքներ չեն, համակիրներ, այսինքն անվճար աշխատողներ են իշահայությանը, իշահամեր հայ դատին, կամավոր աշխատանքներ են սրանք։ Իսկ գործերը լայնանում են։ Արդյոք այս ուժերով դուք պատրաստ եք ավելի մեծ բեռ կրելու կամ միգուցե ժամանակն է, որ մեր ազգաբնակչությանը հստակ պատգամ ուղարկենք կամ ինչ որտեղ էլ, չգիտեմ, եթե ճիշտ է բառը հայտարարել, որ ունենք մենք պարտականություններ, պարտադրված բաներ կա, որ պետք է անենք, հանուն մեր երեխաների վաղվա ապագայի այս օտար երկրի մեջ։ Ես բնավ մի օր չեմ կասկածած մեր ուժին, մեր ուժսելով հավաքական ուժը։ Այստեղ հավանաբար ես տուն գրնալալ որոշ գործեր անում ենք, բայց ես ժողովրդի ընդհանուր ժողովրդային grassroot այդ բանին մասնակցության ես բոլորին չեմ կասկածած, ես հավատացած եմ, որովհետև մեր ժողովուրդը երբ որ տեսնե, որ ճիշտ գործ է արվում, ազգային գործ է արվում, անպայման մեր գոչին բանը անսալու են, այսինքն մեր գոչին բան են անում, այսինքն պատասխանում են եւ մասնակցում են։ Ասելով նաեւ մենք երբեմն մենք մեզի թերակնահատում ենք, չենք հասկանում կամ չենք արժևորում մեր քվեի արժեքը։ Բարձրապես փակագից բանամ երկու օր առաջ Սակրամենտո բիում մի հատ խոտված էր իջել, եթե անոնք որոնք դեղյակ չեն, սենատոր Բարբարա Բաքսերը յուրաքանչյուր նահանգ երկու սենատոր ունի, որ կոնգրես սենատի, այսինքն Վաշինգտոն, մեկ այս մեր երկու կնագին են Դայան Ֆայնշտայն եւ սենատոր Բարբարա Բաքսը։ Ուրեմն սենատոր Բարբարա Բաքսերը վերջին արդեն ուզում է հանգստյան գոչվի։ Ուրեմն այդ Սակրամենտո բի ռեպորտերը թղթակիցը Գլենդելի հայության քվեի կարևորության մասին գակնարկեր իր օտվածի մեջ, որ ինչապ կնա կարևորը լա սենատոր Բաքսերի, ասենք խարինող տեխնազուին համար։ Ուրեմն ասածս ինչ է, պետք է մենք միշտ մասնակցենք, միշտ պետք է արթուն լինենք, միշտ պետք է դրամատրված լինենք։ Օրինակ անցյալ ամառ, որ բացառիկ այդ մեկ աթորի բանը եղավ, որ նաև մասնակցություն բերան Վարդան Ղարաբեդյանը եւ Դարբեր Անցիկ եւ այլն այդ բարակային, տեսանք, որ չէ, բոլորը ուկային մեր հայրենագիցները եւ գսեն citizen ենք, բայց կրանցված չէին օրինակ։ Հիմա արիթե որ մեր ժողովուրդը անպայման կրանցվի, register դլա, եթե չեն գիտեր, թող հեռացան են գրասենյակ, մենք իրենց գոկնենք այդ իմաստով։ Ընտանիքի անդամներ ունին, բարեկամներ ունին, այդ բոլորը պետք է հիմա անեն եւ այդ օրը շատ թյուրին է կրնան անցամբ երթալ եւ կվերգել եւ նաեւ Ղարաբեդությունը իրենց համար համակարգը հեշտացած է կրնան դունենալ կվերգել absentee ballot-ն։ So այդ բոլոր հնարավորությունները դրված է, եթե լեզունալ չես գիտեր կրնաս նաեւ կվերգել, եթե դու citizen ես եւ registered ես, այդպես պետության մեջ կապրենք, որ քեզ այդ բոլոր հնարավորությունները
դված է որ դու իրավունքդ բանն ես, այսինքն ի կորս դնես եւ ասիկա ծեվոմը քաղաքացիական իրավունք է որ պետք է անես եւ ծեվոմը մշակույթի դառնանք գլենդելի մասին ինչու ամեն մարդ նախանցով գնայի որտեղ մեր ժողովուրդը արդեն ժողովրդի մեկ մասը կա որ իրեն համար արդեն ասիկա բան է սովորություն է երկու տարի անգամը բարդ կսկա բարդականությունն է երթա եւ իր գնեն ասիկա շատ լավ բան է ադիգա եւ գուզենք որ ադիգա մեր թիվը կրկնաբադվի մենք այսօր 32000 31000 բան հայ քվեարկող ունենք գլենդերի մեջ թուն պատկերացուր որ թեկուզ 40%-ը կամ 50%-ը դուրս կա գիտես ինչ ասել է ամեն մեկ ընդրություն մենք այսօր 12000 մեծամաս այսինքն ամենաշատ բերող 12000 քվե է բերել ընդրությունները եթե վերջին 4-5 ընդրությունները նայես so կարևոր է որ մենք մեր մասնակցությունը բերենք իսկ հայտադին մեր աշխատանքը բարձրապես թյուրացնել է մեր ժողովրդին ջանբան ցույց տվել որ ինքը կարողանա իր քաղաքացիական իրավունքին դեր կանգնի եւ նաեւ մեր բանը իբրև հայտարարածնով որ մենք մեր արդար ներկայացությունը ունենանք քաղաքի բոլոր ոլորտների մեջ բոլոր բնակավարներում մեջ ասենք մենք ունենք իրավունքներ բայց նաեւ բարդականություններ so աս երկուքը կարեւոր են իմանալով որ հիմա այս տարի 100-ամյակն է ես այստեղ չեմ ուզեր փակակի զերբանալ բավական լուրջ բաներ ակատարվելու եւ ժողովուրդը պիտի տեսնա այդ բոլոր անշուշտ արիտ կունենանք այդ բոլորը բացահայտելու կամ ժողովրդին հայտնելու մոտակային արդեն իբրև քաղաքական գործիչ եւ անց որը որ շփվում է նաեւ օտար մեծ ընտանիքների հետ ըստ ձեզ իրենց ակնոցից դիտած արդյոք մեր համախմբվածությունը քաղաքական դաշտի վրա սա այսպես ասած վտանգավոր չէ այսօրվա այսօր գիտեք ինչ է մենք պետք է գիտեք ինչ է մենք այստեղ ես չեմ ուզեր զուտ բանանել այո մեր համախմբվածությունը շատ կարևոր է բոլոր բաների մեջ բայց նաև կարևոր է որ մենք նաև շփվենք մեր ասենք այս բարակային հարևաններու հետ մեր ինչ գիտնամ մյուս գլենդելի մյուս քաղաքացիների հետ եւ այսօր նաեւ ովևէ տեխնազու հայ որ թուն գնդրես այդ տեխնազուն նաեւ բարդավոր է աշխատի ոչ հայ ասենք կորձընկերներու հետ վգա քաղաքապետարան խորհրդի գազմը վգա գլենդելի Unified School District-ի գազմը so նաեւ մեզի համար կարեւոր է որ մենք մեր վարկով մենք մեր կորզելավոճով մենք մեր գենցաղով մենք մեր աշխատասիրությամբ մենք մեր ինքնությունը ճիշտ ծավով դրսևելու մեր բաղվածքով նաև մենք մեզի բանն ենք ներկայությունը մեր ներկայությունը բանն ենք բարդատրենք այս քաղաքի վրա եւ շատ կարեւոր է ես խրախուսեմ որ մենք եթե ընկերներ ունենք ոչ հայ կամ թեկուզ հարևաններ խոսենք շփվենք եւ ասի արի տոնակ 100-ամյակին մենք շատ կուզենք տեսնել որ մենք ամեն մեկենից մի հոգի ոչ հայ հետերնից տանենք ցերնարգի ցույցին որ պիտի լիթել Արմենիա գդարվի հետերնից տանենք 1-2 օդար որ մեզ հետ մասնակցի այդ օրը ինչու՞ չէ we thank you America as project-ի նաև մենք որոշ ներկայացումներ ենք ունենում մասնակցին որ իրենք իմանան որ իրենց պատմության մաս է գազում որ իրենց նախահայրերը ինչպես են օգնել որբերին գիտեք այս բոլորը նաև շատ կարևոր են եւ մենք ինչա կնանք շփվել ճիշտ ծավով մենք կգարձեմ թե նաև այդ ուղղությամբ բավական գրնանք նվաճումներով հասնել արդեն գլենդելի հայդատի հանձնախումբը ինչպեսի լուրջ մարտահրավերների արժեվ այսօր կանգնած ըստ ձեզ որ կարելի է իրոք բարձրաձայնել թեկուզ մի քանիսը նայ մեզ համար շատ կարևոր է որ մեր ժողովուրդը իմանա որ ինքը այստեղ պատասխանատվություն ունի մենակ իրավունքները չէ պետք է ինքը լիիրավ իր մասնակցությունը բերե բոլոր բնակավարներու մեջ ինքը դերսևոր է ինքը ավելի հաստատ է գլենդելի մեջ այս իմաստով մենք տարբեր բաներ անձնական բաներու մեջ շատ լավ ենք շատ հաջողակ ենք բայց երբ որ հավաքականի կամ մի քիչ այդտեղ թերանում ենք մի քիչ հավանաբար չենք ուզում կամ դրամատրված չենք նույնզանազան պատճառն ինչու երթամ ես օրինակ Salvation Army-ին կամ Red Cross-ին կամ չեմ գիտեր ասինչ գազམ་ագերբության մեջ իմ մասնակցությունը չի բերեմ կամ ինչու ովևէ հայկական գազམ་ագերբության երթամ եւ ես կամավոր աշխատանք դանեմ այս բաները ես կգարձեմ թե այդտեղ մենք բավական մարտահրավերներ ունենք
թեկուզ մենք ունենք զորավոր փանակ մգամավորներու, բայց նաև արիթե որ ասիգա մենք ավելի կրտնաբատենք մեր չանկերը։ Եվ այսօր ունենք սերունդը, որ իբադիվ իրենց երդասարդ սերունդը գրտված, որ համալսարանները եւ ես վստահ եմ, որ այդ սերունդը պիտի չհավերցնե եւ ավելի մեծ բարձունքներու հասնին, թե անհադաբես, թե նաեւ մեր ազգին իմաստով։ Ես ադոր շատ հավատացած եմ, որովհետեւ շփվում ենք, տեսնում ենք։ Արդեն մի հարց ունեմ տալու, միգուցե քիչ անձնական բնույթ կրի, բայց եւ այնպես պետք է տամ, քանի որ ընդհանրապես հուշեցին, որ 2 րոպե ժամանակում պետք է ավարտենք։ Եթե գնամ պատասխանել, երկար տարիներ ղեկավարել եք Հայդատի հանձնախումբը կամ քաղաքական կամ հասարակական այլ կազմակերպություններ։ Եվ ունեք սերունդներ, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, չեմ ուզում անունները շեշտել։ Ինչու դուք քայլ չարեցիք ավելի բարձր պաշտոնի եւ նախընտրեցիք սերունդին, մատաղ սերունդին տալ առաջ։ Նախ ասեմ, որ իբադիվ Հայդատի գազམ་ագերբության եւ մեր բոլոր գազམ་ագերբություններում, որ Հայդատի հետ առնչված են, իբադիվ իրենց է, որ այսօր այդ պատկերը ունենք։ Ես այդ գազམ་ագերբության մեջ մեկ անհատ եմ։ Իսկ գալով անհատականի բանին, գիտես, ես միշտ բան ռազեմ, որ պատասխանատվությունը շատ կարեւոր բան է։ Եթե ես կրնամ ասինչ բնակավարի մեջ ավելի օգտակար լալ, կնախընտրեմ այդ բնակավարի մեջ ես օգտակար լալ։ Դրա համար ես ինձնս չեմ տեսած ներգայիս ասենք council member կամ ինչ գիտնամ pedagogan ինչ որ մեկ ես ինձնս տեսած եմ որ իբրև որտեվ ես գիտեք եկել եմ 30 տարի եղավ որ եկել եմ քաղուտը եւ ես ավելի ակտիվ ծավով մոդեցա որտեվ մաշկիս վրա զգացի հայու դեմ կամ փոքրամասնություններու դեմ ինչ որ զգացումներ ունի ես իմ մաշկիս վրա ստացի եւ ես ինձ խոստում տվի որ ես պետք է ավելի ինվոլվ լինեմ որտեվ միջին արևելքի մեջ ուսուցիչ մունեի փոքր ժամանակ կխոսենք որ հորի երևույթները ինչ էր մեր հայկական իրականության մեջ մեզ միշտ ասած էր որ եթե գուզես բամը փոխես պիտի մտնես եւ մեջը փոխես դուրսից քանքադելով փողոկելով բնովելով որևէ դեղ չես հասնի պիտի մտնես եւ ադի միշտ ինձի միտքիս մեջ զարը եղած է առավելս գալով որ իսկապես լուրջ հագահայ դրամատրություններ ասի խոսում ենք մենք 80-ական թվականներին եւ գրնամ ասել իբադի մեր հավաքական չանկերուն շատ մեծ դեղ հասանք հիմա այդ սկացումներն 90% վերացած անշուշտ կտեսնանք որոշ լրելյան բաներ բայց իբադի մեր հավաքական չանկերուն բավական ջամփա գտրեցինք այդ իմաստով եւ պետք է շարունակենք որբեսի մեր երեխաները մեր տորնիկները մեր հաջորդ սերունդը չսկան ինչ որ մենք սկացինք անցյալի Կեցեք հարուտ շնորհակալություն եմ կրկին անգամ հայցում հրավերք ընդունելու համար հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքին։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի հեռուստատողներ, այսպեսին էր այսօր Փարոսը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամին։ Մնացեք բարև, ցտեսություն։